Ուրեմն հարգելի ուսանողներ, հիմա մենք մեր նախորդ պարագրաֆներում հավաքված ինֆորմացիան եկեք կիրառենք այստեղ խնդիր լուծելու բազմաթիվ մեթոդներ, բազմաթիվ ալգորիթմներ զարգացնելու համար։ Այս պարագրաֆը շատ առատ է լինելու նմանատիպ ալգորիթմներով։ Այ օրինակ հավանաբար դուք նկատած կլինեք, որ նախորդ պարագրաֆներում մենք տարբեր հարցեր ենք ուսումնասիրել, օրինակ գծային անկախություն, բայց երբեք չենք ալգորիթմ առաջարկել, թե իսկ տված վեկտորները որ կան, նրանք անկախ են, թե կախված, ինչպես որոնենք։ Որոշակի յուրահատուկ դեպքերում դա կարողացել ենք անենք, օրինակ, երբ որ վեկտորները կոլինար էին, ասել ենք, ահա, կախված են։ Կամ վեկտորները տված են, մի հատ ուրիշ վեկտորը տված, այդ մի հատ ուրիշ վեկտորը այդ մեր վեկտորների արդյոք գծային կոմբինացիա ներկայացվում է, թե ոչ։ Կամ ենթատարածությունը տարածության մեջ տված է, ինչպես իր բազիսը գտնել։ Դրա մասնավոր դեպքն է, ինչպես ամբողջ տարածության բազիսը գտնել։ Այդ հարցերը, տեսեք, երբեք ալգորիթմաբար չենք լուծել մինչև հիմա, եւ այս պարագրաֆում միանգամից բոլոր հարցերը շատ դյուրին պարզ ալգորիթմներով լուծումներ կստանան։ Եկեք առաջին ալգորիթմին անցնենք, ինչպես բազիս գտնենք ենթատարածության համար։ Նախ, ենթատարածությունը ինչ-որ ձևով պետք է տված լինի, չէ՞։ Քանի որ ինքը կարող է անվերջ քանակությամբ վեկտորներով տված լինի, ինքը չի կարող բոլոր վեկտորները մի հատ հաստատ մեծ գրքի մեջ հերթով իր վեկտորները անուն ազգանունով կոորդինատներով նշված լինեն։ Պետք է ինչ-որ ձևով տրված լինի տարածությունը։ Տարածությունը կարող է տրված լինել ինչպես։ Իր ծնիչ բազմությամբ, չէ՞, ավելի լավ ձև մենք չգիտենք այս պահի դրությամբ։ Ուրեմն, առաջի եղանակը ենթատարածության բազիս գտնելու։ Ալգորիթմ։ Ենթադրենք տված են ինչ-որ v1, vm վեկտորներ, ինչ-որ n չափանի տարածության մեջ, ինչ-որ դաշտի վրա տված։ Նրանք ծնում են մի հատ ու ենթատարածություն։ Գտնել այդ ենթատարածության համար ինչ-որ բազիս։ Ալգորիթմի քայլերը հետևյալն են։ Նախ շարադրենք ալգորիթմը, հետո եթե ապացույցը կարիք կլինի, դուրս կբերենք։ Նայեք, սկսենք պարզագույն դեպքից, երբ որ մեր տարածությունը fn-ն է։ Եթե fn-ն է, իր վեկտորները դուք ասեք, ինչեր են իրանից ներկայացնում։ N կոորդինատ ունեցող բազմություններ։ Էնյակներ, չէ՞։ Մենակ բազմություն չասենք, որտեղ բազմություն չկարգավորված էնյակներ, իսկ սա կարգավորված։ Ահա, v1-ը այսպիսի մի հատ էնյակ է, v2-ը այսպիսի էնյակ է, vm-ը այսպիսի մի հատ էմյակ է։ Այս էնյակները տեսնում եք, ոնց բլոկ մատրիցի տեսքով եմ գրել, իրար տակ-տակ շարելով հորիզոնական տող վեկտորների միջոցով։ Դա որ գրեմ, այսպես մի հատ մատրից կստացվի։ Ով ա ուզում բացատրել, ինչի էս մատրիցը կլինի m անգամ n։ Որտեղ մեր վեկտորները n fn-ի մեջ էին, ունենք m հատ վեկտոր, որոնք այսպես դասավորված են, հետևաբար յուրաքանչյուր տողը կլինի n հատ տար ու m հատ տող ունենք, հետևաբար n-ի վրա։ Հասկանալի է։ Այստեղ բարձ բան չկար։ Մի քիչ ավելի խրթին է, մի չնչին ավելի խրթին է դեպքը, երբ որ մեր v-ն ոչ թե fn տարածությունն է, այլ կարող է պատահական տարածությունը լինի իր համար։ Կարող է բազմանդամներից բաղկացած լինել։ Օրինակ v1 վեկտորը կարող է լինել 2 գումարած 3x գումարած 5x քառակուսի։ Այդ դեպքում ինքը էնյակ չի, չէ՞ որ բռնեմ այսա, եթե բերեմ գցեմ այստեղ, էնյակ չի ստացվի, կլինի մի հատ բազմանդամ է գրած, անհասկանալի օբյեկտ կստացվի։ Այդ դեպքում ո՞նց կարող եմ էլի այսպիսի մի հատ մատրից ստանալ։ Ինչ իդեա ունեք։ Այդ դեպքում բազիսով պիտի տարածությունը կառուցենք, երաչափողականությունը հասկանանք։ Օրինակ այս դեպքում, եթե բազիս իր համար վերցնեինք 1x քառակուսի բազիսը, այս վեկտորի կոորդինատները, բազմանդամ վեկտորի կոորդինատները ով կլինեին։
2-ը, Ահա 3-5, 2 3 5 այ շատ ապրեք ու իսկ այս 2 3 5-ը արդեն շատ լավ գեղեցիկ էնյակա իրան կարելի է վերել այստեղ տեղադրել ուրեմն երկրորդ քայլը ասում է եթե մեր տարածությունը հանգարց sense պարզագույն դեպքը չլինի այլ ուրիշ օբյեկտներ լինեն կվերցնենք իրանց մի հատ կոորդինատական համակարգ կմտցնենք Ե բազիսով այսա ինչն է սա էլ կոորդինատական արտապատկերումն է այդ v1 vn m վեկտորներից յուրաքանչյուրը կգրենք իր կոորդինատների տեսքով, կոորդինատները կբերենք շարենք տակ-տակ։ Այսինքն sense tense այս մեր մատրիցը ստացանք։ Հիմա նայեք, այս մեր եկեք ապացույցի քայլերն էլ հետ ասեմ, որտեղ շատ դյուրին է։ Այս մատրիցը, որը ասենք տեսեք A ենք դրել անունը։ Հələ այն պարզագույն դեպքում նա, երբ որ ինքը fn է։ Այս մատրիցի տողերը դա մեր v1 vm վեկտորները չեն արդյոք այո հետևաբար հələ այս ուն այս ուն մեր այս մատրիցի տերմինոլոգիայով ասած ոնց կարող է գրի առնվել հենց այդ ուն որը սփան v1 vm-ն է դա ինչն է Ռոան, որտեղ այս մատրիցի տողերը հենց ոչ այլ ինչ էին, քան այս վեկտորները։ Դե ռոան էլ այս վեկտորներով ծնված տարածությունն էր։ Դե ունել է սահմանվել որպես վեկտորների սփանը, այսինքն նույն բանը։ Այսինքն ստեղ ստացվեց սա հավասար է ու-ին։ Նշանակում է ուն հայտնաբերելը, դա նույնն է ինչ որ ռոան գտնելը։ Ռոան գտնելու մեթոդ ունենք։ Всё։ Ռոան գտնում ենք, գրում ենք։ Այս դյուրին դեպքը։ Բա մի քիչ էս խրթին դեպքում ինչ ենք անում։ Եթե տարածությունը ոչ թե էնյակներից էր բաղկացած, այլ ուրիշ մաթեմատիկական օբյեկտներից, մենք ինչ ենք անում, ռոան գտնենք, հետո հիշում եք մեր կոորդինատական համակարգեր թեմայում մենք ասել ենք, որ անկախ վեկտորների պատկերը անկախ է, բազիսի պատկերը բազիս է, հիշում եք այդ կետը։ Այո։ Ուրեմն ստեղ գտնում ենք բազիս ρ-ի մեջ եւ այդ բազիսից հետ ենք վերադառնում ու տարածություն օգտվելով համապատասխան կոորդինատական անցումից։ Ուրեմն ալգորիթմը սենց է հնչում, կառուցեցինք A մատրիցը, հիմա ստեղ միանում են բանի քայլերը, այդ row space գտնելու քայլերը։ A-ն բերում ենք աստիճանաձև տեսքի, եթե մեր տարածությունը հենց ինքը fn-ն էր, ապա այդ R մատրիցի տողերը, այս սրանք, R հատիկ կլնեն, որտեղ ռանգը R է, R-ով ենք նշանակել, չէ, հենց կլնեն ու-ի համար բազիս։ Իսկ եթե մեր v-ն ուրիշ տարածություն էր իր համար, ինչ որ մենք դուրս կգրենք ուրեմն այդ վեկտորների նախապատկերները, այս սրանք։ Եկեք օրինակներ անենք, այդ օրինակներից հետո խնդրում եմ արդեն հարցեր տվեք։ Տեսեք, որպես առաջի օրինակ, նայեք, վերցնենք այսա, այս ինչ վեկտոր է, v1, ոնց որ 5 չափանի վեկտոր է, v2, v3, v4, ահա, 5 չափանի վեկտորներ են տրված, նրանք բնակվում են R5 տարածության մեջ։ Ահա, դե ստեղ բարդ բան չկա, վերցնում ենք այս մեր 5 հատ վեկտորները, տակ-տակ շարում ենք մատրիցի տեսքով և տեսնում ենք, որ ստեղ տեղը խնայելու համար դիտմամբ հենց այն վեկտորներն են նշված, որը, տեսեք, այս այա, 1, 1, 1, մյուս 1, որոնք այս 14-8 օրինակում են, տեսնում եք այս սա, սա այն օրինակն է, որով մենք նախորդ պարագրաֆում ռոան էինք հաշվում, գրեցինք այս մատրիցը, հաջորդ քայլը ինչ ենք անելու, Ռոան ենք հաշվում։ Ռոան ենք հաշվում, այսինքն բերեցինք աստիճանաձև տեսքի,
աստիճանաձև տեսքում ինչ արեցինք, վերցնում ենք ահա այս, որն ենք վերցնում, 3 հատ, թե դուք ինձ ասեք, թե 4 հատ, 3 ահա, 4-րդը զրոյականը անտես, ապրեք, այդ վեկտորներն են, տեսեք սրանց գեղեցիկ նոր անուններ եմ տվել, E1, E2, E3, ինչի նոր անուններ, որովհետև իրանք բազիսին սազում է այդ անունը տալ, և հայտնաբերվեց, որ այդ ուի համար, այն ուի, որը ծնվում է այս V1, V2, V3 տարածություններով, տեսեք, չնայած իրանք 4 հատիկ վեկտոր են, բայց իրանցով ծնված ու տարածությունը, ինչ է, քանի չափանի է, 3 ապրեք, 3 չափանի է, V1-ը, իսկ W1, W2, W3-ը, այստեղ էսա գրված են, իրանք ներկայացնում են իրանցից բազիս այս ու տարածության համար։ Հələ ստեղ մինչև առաջ գնալը, Բայց R5-ը որ ստեղ կա, ինձ խառնում ես R5-ը, հիմա մենք 5 չափանի տարածություն չպետք է ստանանք։ Չէ, ինչի 5 չափանի տարածություն, նայեք, հələ սենց փոքրիկ օրինակով ցույց տամ, որ նորից վերադառնանք ստեղ, որ ձեզ հասկանալի կլինի։ Ահա, այստեղ վերցնեմ R3-ը, R3-ը քանի չափանի է, 3, չէ, բայց եթե ես R3-ի մեջ վերցնեմ այս վեկտորը և այս վեկտորը, իրանցով ծնված ենթատարածությունը պարտավոր է 3 չափանի լինի, կարող է 2 չափանի լինի, ավելին, եթե ես վերցնեմ այս հարթությունը, որի մեջ բնակվում են այս երկու վեկտորները, և այս հարթության մեջ, չգիտեմ քանի հատ եք ուզում, 6 հատ վեկտոր վերցնեմ, բոլորը այս հարթության մեջ են բնակվում, ուն, որը ծնվում է այս բոլոր 6 հատ վեկտորներով, ինքը քանի չափանի է, 2, եթե հարթության մեջ են գտնվում։ 2, եթե հարթության մեջ են, այսինքն ստեղ էլ, եթե մենք վերցրել էինք 5 չափանի տարածության մեջ, այս մեր 5 չափանի տարածության մեջ վերցրել էինք 4 հատ վեկտորներ, այդ 4 հատիկ վեկտորները այնուամենայնիվ ծնում են ոչ թե 4 չափանի տարածություն, ոչ թե 5 չափանի, այլ 3 չափանի տարածություն։ Հասկացա։ Այս օրինակից խնդրեմ հարցեր կան, թե չէ, ստեղ տվեք, որովհետև կարևոր է։ Շարունակում ենք, մինչև առաջ գնալ, ես ուզեմ այս օրինակի հետ կապված մի հատ հարցի անդրադառնալ, սովորաբար այդ ուսանողները այդ հարցը տալիս են այստեղ մինչև առաջ գնալ, բայց այս պահին չհնչեց։ Նայեք, ստեղ մենք ունենք ինչ վեկտորներ, V1, V2, V3, V4, 4 հատիկ վեկտոր, նրանք ծնում են 3 չափողականության տարածություն, բայց նշանակում է այս 4 հատիկը միասին, դուք ասեք, կարող է անկախ լինեն։ Ոչ։ Հաստատ կախված են, բայց նշանակում է իրանց մեջից 3 հատիկը պետք է կախված լինեն, որ ծնեն այդ տարածությունը։ Հիմա ձեզ հարցնում եմ, արդյոք դա որոնք են, V1, V2, V3-ն, այսինքն առաջի 3 հատիկն է, թե միգուցե վերջի 3 հատիկն է, թե դեռ մենք պատասխան չունենք այդ հարցին։ Պատասխան չունենք այդ հարցին։ Դեռ պատասխան չունենք այդ հարցին։ Հանկարծ իներցիայով չասեք, որ այստեղ որ W1, W2, W3-ը բազիս են ույում, դե ուրեմն V1, V2, V3-ը նույնպես բազիս են ույում։ Երկրորդ օրինակը մի քիչ արտացոլում է այն մեր յուրահատուկ դեպքը, երբ որ տարածությունը պարտադիր չի, որ թվաբանականը լիներ։ Նայեք, եթե ես վերցնեմ ահա այս երկու ինչերը, այս երկու բազմանդամները, սրանցով ծնված, սրանք տեսեք բնակվում են P2 տարածության մեջ, P2-ի չափողականություն ինչքան է։ 3, բայց իրանք երկու հատիկ են, իրանք երկու հատիկ վեկտոր են, բնակվում են 3 չափողականության, 3 չափանի տարածության մեջ։ Այսինքն իրանցով կարող են այդ 3 չափանի տարածության մեջ ծնել ինչ։ 2 չափանի տարածություն, եթե անկախ են, ու ոնց նայում եմ անկախ են իրենք իրարից։ Կամ էլ գուցե 1 չափանի։ Հիմա կտեսնենք։ Ստեղ առաջի քայլը ինչն էր։
Էս ինչի եմ ինչ որ ստեղ մի հատ բազիս գրել, որ ինչ լինի։ Որոշ դրա կոորդինատների վեկտորներ ունենք։ Ապրեք, սա կոորդինատական համակարգ ենք ներմուծում, հասկանալի է հուսով եմ, որ այս սրա կոորդինատները S են, այս սրա կոորդինատները S են։ Գրեցինք մատրից։ Հիմա այս մենք A մատրիցն է եւ հիմա մենք գործը անցավ ρ A-ի որոնմանը։ Այդ մատրիցը բերել եմ աստիճանաձև տեսքի, այս սա է ստացվել։ Հիմա այս սխալ ասեմ, դուք ինձ ուղղեք։ Ուրեմն մեր ու տարածության համար բազիս է S վեկտորը եւ S վեկտորը։ Բացեք հուշում տամ։ Ուրեմն նորից եմ կրկնում, ուրեմն f1x եւ f2x բազմանդամներով ծնված ու տարածության համար բազիս են այս երկու վեկտորները։ Ինչն է սխալ։ Պետքա այս բազիսը, որ երկու վեկտոր ստացել ենք, հետ բերենք մեզ բազմանդամների, այդ բազմանդամները նոր կլինեն բազիսները։ Ահա, ապրեք։ Ստեղ մեր ուն բաղկացած է բազմանդամներից, իսկ ստեղ գրած են եռյակ, թվերի եռյակ։ Նա այս սա ոչ միայն բազիս չի, այլև սկի չի էլ պատկանում ույն։ Հետ ենք գալիս, երկու հատ այս սա ենք ստանում։ Դե նայում եք, որ դա չի տարբերվում այս սրանից, սենց էլ գրենք, եւ որպես երկրորդ բազմանդամ այս -6-ը, -4-ը 0-ն օգտագործելով այս սա ենք ստանում։ Այս երկու բազմանդամները բազիս են հանդիսանում ու-ի համար։ Այսքանը հասկանալի էր արդյոք։ Հիմա այս օրինակում մի ուսուցողական եւս մի դետալ կա, որ եկեք դա էլ ասենք։ Նայեք, մենք ստեղ տեսանք, որ երկու հատիկ վեկտորով է ծնված, այդ տարածությունը նշանակում է իր չափողականությունը ամենաշատը 2 պետք է լիներ։ Բայց տեսանք, որ իր չափողականությունը ճշտիվ 2-ը։ Սենց մենք կանոն չգիտենք, որ եթե n չափանի տարածության մեջ n հատիկ վեկտոր ծնիչ են կազմում, ապա նրանք նաև ինչ են կազմում։ Բազիս։ Ապրեք, Դավիթ։ Ուրեմն այս վեկտորները, որոնք մեզ տվեցին, ի սկզբանե վերցրել էինք f1, f2-ը, կարող ենք մի հատ դրվագել ավելացնել, որ իրանք բազիս են ու-ի համար։ Այսինքն այս ու-ի համար, նույն ու-ի համար մենք երկու բազիս ենք գտել։ Մեկ այդ f1, f2-ը, որը վերջի քայլում ստացվեց, մեկ էլ այս երկու բազիս, երկու հատիկ բազմանդամը, որը ստեղ է ստացվել։ Այսպես հավելյալ դրվագ ունեցանք մենք այս օրինակի գլխին։ Մյուս օրինակը վերցնենք գիտեք ինչը, այս 14-3 օրինակի մատրիցներ, այս 3 հատիկը։ Սրանք ինքնին մատրիցներ են, բայց ոնց ես պետքա շարեմ իրանց տող-տող։ Վերցնում եմ մատրիցային տարածության բազիսը, նայեք սրա կոորդինատներն են 2, 2, 3, 0, ահա, սրանը 1, 5, 4, 3, էսա։ Հետո ես սրանց շարում եմ տողային տեսքով, ստացվում է այս մատրիցը, հետո այդ մատրիցը ինչ պետք է անեմ, պետք է բերեմ այս սա է ստացվում, այս սա բերում եմ աստիճանաձև տեսքի, ստացվեց սա, եւ ահա այս երկու տողերն եմ վերցնում, առաջին, երկրորդ։ Այս երկու տողերից յուրաքանչյուրից ելնելով վերականգնում եմ մի հատ, այս ինչ որ չի ուզում գրվի, այս էլ երկրորդը։ Այս երկու տողերը վերցնելով վերականգնում եմ ահա այս մատրիցները, այս առաջի տողով վերականգնվում է սա, երկրորդ տողով վերականգնվում է սա։ Եվ այս G1, G2-ը դառնում է այդ տարածության բազիս։ Այստեղ հարցեր կան։ Այս օրինակը ինքնուրույն կանեք, տեսեք, այս օրինակի մեջ եւս մի այսպես բազմազանության, բազմաժանրության էլեմենտ կա։ Բացի այն, որ տարածությունը մատրիցներից է բաղկացած, տեսնում եք, դաշտն էլ F7-ն է, առավել եւս ուրիշ է իրավիճակը։
Ուրեմն եկեք հիմա անցնենք հաջորդ ալգորիթմին։ Ընդրում այսպես կանենք, ես այդ ալգորիթմը շարադրեմ, շատ դյուրին ալգորիթմ է։ Դուք ինքներդ հիմնավորեք, ինչու է դա այդպես, տեսնենք կարողանաք անեք։ Ուրեմն այս ալգորիթմը ասում է կարող ենք որոշել, թե տված v1 vm վեկտորները n չափանի v տարածության մեջ կամ այական դաշտի վրա որոշել գծորեն անկախ են թե անկախ չեն։ Դեպք առաջին, եթե մեր տարածությունը հենց մեր fn-ն է, ապա այն A մատրիցը կառուցեք, որը որ մենք նախորդ ալգորիթմի համար կառուցեցինք, այսինքն v-ի վեկտորները դրված են, նայեք, հեսա։ Այս A մատրիցը, որ ես հուսով եմ մեր այս խզբզոցի հետևից դեռ զգացվում է ինչի ինչոց է, A կառուցված է։ Իսկ եթե մեր տարածությունը մի քիչ ուրիշ տարածություն է, այդ դեպքում որևէ կոորդինատական համակարգ ֆիքսենք տարածության մեջ, կարգավորված e բազիսով եւ վեկտորները եւ այդ նույն մատրիցը կառուցենք ճիշտ այնպես, ինչպես նախորդ ալգորիթմով։ Այսինքն v1e vme կոորդինատական էնյակները վերցնենք, շարենք իրար տակ-տակ։ Այսինքն երկու դեպքում էլ A մատրիցը կառուցված է։ Բերենք A մատրիցը աստիճանաձև տեսքի տարական գործողություններով։ Եթե վերջի տողը այդ աստիճանաձև տեսքում 0-ական է, վերջի տողը, ապա այդ մեր վեկտորները կախված են։ Հակառակ դեպքում նրանք անկախ են։ Հələ տեսնեմ ով կդուրս կբերի այս մեթոդը, ապացույց այս ալգորիթմին։ Այդ դեպքում v1 vm-ով այդ վեկտորներով ծնված տարածության բազիսը ավելի քիչ քանակով կլինի, այսինքն ամենաշատը n-1 չափի կլինի, իսկ իրանք էլ n հատեին մեր անցած թեորեմից իրանք չեն կարող գծորեն անկախ լինել։ Պետք է Այսինքն վերջի տողը 0 լինելը հայտանիշ է այն բանի, որ հաստատ եթե մենք m հատիկ վեկտոր էինք վերցրել, m-ը բոլորով միասին հաստատ անկախ չեն եղել։ Վերջում գոնե մի հատ 0-ական տող ավելացել։ Դե այստեղ տեսեք այնքան թեթև փոքրիկ ալգորիթմը, որ առանձին մի նոր օրինակ դրա խաթեր գրելու կարիք չկա, բայց պարզապես եկեք նորից անցնենք այս մեր մինչև հիմա անցած օրինակների վրայով։ Տեսեք, այս 4 հատը v1, v2, v3, v4-ը, որ քիչ առաջ անցանք, նրանց համար ստացվում էր մատրիցը եւ ուր էր ստեղ այդ վեկտորները գրված են տողերով։ Նայեք, վերջի տողը հաստատ 0-ներից է բաղկացած, ուրեմն իրանք այդ 4 հատիկ վեկտորը, որ մենք վերցրել էինք, կախված էին։ Այլ օրինակ կարող ենք նայել, այլ օրինակը, գիտեք որն է։ Մի քիչ առաջվա դիտարկված բազմանդամներով օրինակը, սպասեք գտնենք իրան։ Այստեղ տեսնում եք f1, f2-ը բազմանդամներ էին, կազմեցինք ահա այս մատրիցը, մատրիցին ենք նայում ու դուք խնդրում ինձ ասեք, մատրիցին ենք նայում ու ինչ ենք ասում։ Որ երկուսը անկախ են։ Որովհետև ինչ։ Որովհետև վերջի տողը 0-ական չի։ Այս ալգորիթմով, ըստ այս ալգորիթմի, էլի։ Այո։ Իդեպ այստեղ վերջացրեցինք այս ալգորիթմը, հարցեր կան։ Այ հաճախ այստեղ ցենց հարց են տալիս, բայց ինչի հենց մենակ մի տողը արձանագրեցինք, բա որ վերջից երկու տող 0-ական են, դե չենք պնդում, որ հենց անպայման մի տող պիտի 0-ական լինել։ Կարող է վերջից երկու տող 0-ական լինի, կրկին կախված կլինի։ Էսպես։